Շատ համեստեք է, շատ։ Հանդիսատեսին կեղծիքով չես վերցնի։ Զրույցը ինչով է քաղցր, որ մենք խոսում ենք ազնիվ։ Ես Արտեմը ոնց է մեծացել, դες ոնց է սպիտակել։ Նա զավեշտալի պատմություն պատմեց։ Happy birthday, ճուզես մի բան։ Всё, շնորհավորեցինք։ Տակցրեցինք գնաց։ Ինչն է, տենց քեզ լավատեսության տան։ Ֆրանսինգը ֆուլդինգ անը մի հատ ֆանտոմ ֆիլմ անը, բայց ის cute հաստե։ Հիմա էլ կա այդ ջերմությունը, բայց պակասել է։ Բայց հասկանում ես, կյանքը scrolling չի, էլի։ Հարուտ բանը նախապատրաստական աշխատանքներ են տարում, բայց մենք ռեկ ենք, որովհետև հյուր ունենք այսօր։ Իհարկե։ Որովհետև հյուր ունենք 90-ականների վերջ, 2000-ականների սկիզբ ու երկար ընթացող պրոյեկտներով նույնիսկ քեզ մի քիչ Լավ, եղբայր։ գիտես ճիշտ ասած շատ տենց լավ հումորով, պայծառ տրամադրությամբ, լավ էներգիայով, էներգետիկայով մարդ։ Ես գիտեմ, որ ռեժիսոր, պրոդյուսեր, հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր, ռեժիսոր, լավ դերասան, պիտի ասեմ տարբեր պրոյեկտներում, սցենարիստ, ինչպես ինքն ասում, համահեղինակ։ Պարզապես։ Բերնարդ Շոուի։ Այո։ Հիմա բոլորը կասեն, հա, ուխ, բան, ինչ լավ է։ Այո, Արտյոմ Մարկոսյան, Երևանից Արտյոմ Մարկոսյան, Երևանցի Արտյոմ Մարկոսյան, Արտյոմ ջան, արի, լավ էր, Ընտիր։ նստի, մենք չգիտենք ինչ ենք անում, հասկանում ես, ոչ թե չգիտենք ինչ ենք անում, դա սպանտան է, Вообще դու ով ես, դու ես։ չեմ կարում ես սցենարը, նենց լավ է, որ սկսել ենք առանց բարևելու, բարև, Հարութն էլ է այստեղ, հա, մենք վաղուց ենք սկսել, Դե բարև ձեզ։ Իմ մանկության Արտյոմ Մարկոսյան։ Շատ Ջան։ Այ դու գիտես ինչ ասեցիր հիմա Հարութ, որ ասում ես իմ մանկության, դու քանի տարեկան ես։ 42։ Շատ ուժեղ է, այ այդ օրինակը պետք է բայց բերեի ես։ նորմալ է, իմ մանկության, նույն Գիտես ինչ որ այս երիտասարդության, հանդիպում էր ինչ շատ հաճախ ու վայ մեր ամբողջ մանկությունը նայում ես մի քիչ էլ քեզանից մեծ է երևում, բայց ասում ես դու քանի տարեկան ես։ պատանի բառը Ասում չեն է 49, գտնում, ասում ես ես 50 եմ։ հա, որովհետև պատանի բառը չեն գտնում, ասում են մանկության, պատանեկության, իմ պատանեկության, Արտյոմ Մարկոսյան, Բարև մխով։ բարև ցավը տանը, Բարև ձեզ։ 14-15 տարեկան տղեն մանուկ է էդի։ Այո։ Այդ ժամանակ հա պատանյակ չի, Մանավանդ որ անունն էլ, բա որ անունն էլ Մանուկ է, ամենը պատկերացնում։ հա Մանուկի մասին խոսել ենք, բայց խոսել ենք Սարգիս Միքայելյանի հետ, խոսել ենք Մանուկ Հախվերդյանի մասին, Այո, Մանուկ Հախվերդյանի մասին, այո, մեր Մանուկը, ոնց ես Արտյոմ ջան, Շատ լավ եմ։ բարի ես եկել, շնորհակալություն, որ չմերժեցիր, Շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է այստեղ գտնվելը։ Ձեր միջավայրում, ձեր ընդհանուր միջավայրում այդ հրաշալի մարդիկ, ովքեր որ կադրի այն կողմն են, ովքեր որ ստանում են այս կադրը, նրանց էլ ջեր բարևներս եւս մեկ անգամ, շատ սիրելի դիտողին, բա։ հա, վայ դու ես կողմն ես բարևում, ես ես կողմն եմ բարևում, Ես որ կողմը բարև եմ։ Ես Ես որ բարևում կողմ- եմ на все 4 стороны, այսպես ասած, բարևում եմ։ 360 աստիճան բարևում ես, Այո, այս։ Արտյոմ ջան, Նաջան։ ճիշտ է ասում Հարութը, մանկություն, մենք պատանեկություն ենք ունեցել ու եթերով տեսել ենք Արտյոմ Մարկոսյան, շատ տենց ջերմ մի տղա, երիտասարդ, շատ ավյունով, հիմա էլ չի պակասել, ընդհանրապես չի պակասել ավյունդ, Մի րոպե, գիտես, մի րոպե, մի հատ էլ Հիմա- ավանդական Հա, բաներ կա, էլի պետք է հնչյունային Դուք էլ իդեպ արեք, դուք էլ հնչյունային վաճեք, օպերատորի- Մի հատ ընդհանուր բոլորս։ այս հնչյունային օպերատորի Մենք աթորը ուղեցինք, ուրիշ բան չենք։ բան չենք արել, Կսմթել։ կսմթել, աթորը Աթորը կսմթեցինք, պատմի էլի, այդ 90-ականներին, այդ ինչ ավյուն էր ձեր մեջ մտել, այդ ինչ բաներ, որ ժողովրդին իսկապես մեծ ուրախություն էիք պատճառում ու պարգևում ու երջանկացնում էիք երեկոները, ամեն չէ, քանի Մխոջան, շաբաթական քանի օր, ես հասկացա ամեն օր, ինչ ես ամեն ասում։ օր չէ, Հեսա կասեմ, դու այդքան էլ 90-ականներ չէ, 90-ականների վերջից, այսպես կարանք ասենք, ու 2000-ականների սկիզբը, որ ասում ես ինչ ավյոներ մտել, ոչ մի արտարոց, ոչ մի արեստական մտած բան չկար, Դա երևում է։ պարզապես այն ժամանակ
կյանքն էր այդպեսին, այն ժամանակ մարդկային էր կյանքը, մսից ու արունից էր։ Ես sense մի քիչ ժողովրդական լեզվով, հա, արտահայտում, մսից ու արունից էր բաղկացած, բնական էր ամեն ինչ։ Դրա համար հիմա որ շատերս նույնիսկ ես որ հիշում եմ, հա, ինչ միայն մեր մասին չի խոսքը։ Մեր տարեկիցների, մեզանից ավելի վաղ սերնդի պրոֆեսիոնալների մասին է խոսքը, որ հիմա հիշում ենք, ասում ենք այն ժամանակ ուրիշ էր, որովհետև մսից ու արունից էր, մարդկային էր, ուրիշ չէր, նորմալ էր, մարդկային էր, արհեստական չէր, AI-ով ստեղծած չէր, ChatGPT-ով ստեղծած չէր, դա մտածած էր, դա ապրած էր, դա շնչած էր, դա մսից ու արունից բաղկացած էր, այս շոշափելի էր ամեն ինչ։ Կյանքը ստորի չէր։ Կյանքը ստորի չէր։ Հա, կյանքը ստորի։ Իդեպ դա կարելի արդեն աֆորիզմների ինչ որ արել է արդեն։ Հա, 90-ականներում ինքը այսպիսի հետաքրքիր շատ լավ նախադասություններ կան, որոնք որ համեմատում ես, ասում ես, խենթանալու բան է մտածել։ Այսինքն ինքը ճիգ չի թափում դրա համար։ Իսկապես լավ բառախաղերով գրում է 90 ականներ։ Ականների մասին է խոսքը։ Ծանոթ եմ ու իդեպ շատ դիպուկ բաներ կա, շատ այդ մարդկային բաները կա, հոգուն հարազատ, մտածելակերպին հարազատ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ հավանությանը կարժանացնում։ Դե այդ ինչ որ մի բանա, որ ոնց որ պարտքի նման բաներ երևի սկսեցի գրել այդ տարիների մասին։ Շատ լավ ես արել։ Տարեգիրն ես դու 90-ականների։ Այո։ Տարեգիրն է։ Չէ, դա ապագորգոր չէ, ասեմ ավելին։ Բեռնար Շոուի մասին էլ է գրել, իր 90-ականների այդ պատումների մեջ։ Հարադարձում եմ դե որտեղ մեր կյանքի մեծ կտոր ինքը։ Հա, իրոք կար այդ բանը, հիմա ես սա խոսում եմ ոչ միայն որպես համահեղինակ եւ որ այդ հաղորդումը մերն էր, մենք էինք արել, ես ասել էի անում մասնակից է այդ ամենի, չէ, ես կողքից նայելով, իրոք որ երևույթ է եղել, Բեռնարդ Շոու ծրագիրը երևույթ էր եւ մի փոքր շատ զգուշորեն եմ ես դա օգտագործում, բայց դարձավ համաժողովրդական սիրված համամարտկային հաղորդում, ես շատ զգուշ եմ նման բառեր օգտագործում, շատ մտածելով եմ ասում, որտեվ այդ ժողովրդի սիրահար բանը շատ վախենալու բաներ է, վտանգավոր բաներ, դրան պետք է արժանանաց, բայց մի փոքր էքսկուրս անելով, այն ռետրոսպեկտիվ է, երբ որ ես անդրադառնում եմ այն ամենին, այն տրամադրությանը, այն առօրյային, որ կար այդ ամեն ինչի շուրջ, մի փոքր ուզում եմ մոտ գալ այդ բառակապակցությանը, հա, որ համաժողովրդական սիրված հաղորդում երևույթ էր դարձել արդեն երեկոյան ժամանցային շատ վատը չէր, այո, ես էլ հիմա որ հիշում եմ ամենայն դեպս նման բան իսկապես շատ լավ էր ինդուստրիայում նոր ոչ մտցրեցիք։ Նոր քայլ էր, նոր ոչ էր, նոր մոտեցում էր։ Արմենի հետ աշխատում էիք սցենարի վրա, ամեն ինչի վրա։ Այսինքն դուք հեղինակն եք։ Ոչ թե համահեղինակ, այլ հեղինակ։ Ես համահեղինակն եմ, դե բնականաբար, քանի որ մենակ ես եմ։ Արմենի միտքն էր։ Չէ, համահեղինակն եմ, հեղինակները դե մենք ենք։ Հիմա Արմենն էլ որ լիներ, ինքը պետք է ասել համահեղինակն եմ, որտեղ մյուսներ ծորնա։ Այդ է ուզում ասել, շատ համեստեք է, շատ։ Պատկերացրու։ Որ ասենց ընկեր ասել, իրար պաստալով, պասելով, բան շատ։ Բա որտեվ Արմենը իմ ընկերն է, մենք կյանքով Ես գիտեմ։ Բայց մի բաների առաջարկեմ, եթե դեմ չեք։ Դե Բեռնարդ Շոուի ամենահայտնի էջը մենակ հայերն էին։ Այո։ Այ դրա հեղինակը ես եմ, այդի կարա։ Արմենն էլ կփաստի, որ դրա հեղինակը դες։ Մտահղացումը իմն էր դրա, հենց կոնկրետ, նույնիսկ ես ու Արմենը սկզբում երբ դա մտածում էինք, երբ ես այդ բանը առաջարկում ասում էի, չես մի բան պետք անենք, Արմենը մի քիչ թերահավատություն ուներ, նույնիսկ։ Այդ ես մի փոքր ներքին խոհանոցն եմ բացում էլի, ասում էի, Արմ, սենց բան անենք, ես գիտեմ, սա կրակելու է, մի քիչ թերահավատորեն էր մոտենում դրան, ասում է ես գիտեմ էլի, հոտն առնում եմ էլի, լավ բան է, դա մեր մասին է, դա մարդկային է, դա բնական է, մենք ներկայացնում ենք այն ինչ որ մեր մենտալիտետի մեջ է, կյանքից վերցրած է, մեր ներկայացման ձևով ու կրակեց, չեմ վախենա այդ բառի համար։ Իսկ այն աղջիկները որ պարում էին դա էլ էր էջ։ Դա գերեցիկ էջերից մեր կյանքի սեղանների վրա որ պարում էին, բան շատ լավ է։ Մի հատ իմ առաջարկը մինչև խնդրեմ եմ, եթե դեմ չեք,
Այն ժամանակվա համարը չէ, վերցած որ մենակ հայրը կարան, այդ ժամանակաշրջանի կյանքից էիք վերցնում։ Բոլոր ժամանակների, հա։ Եկեք մի հատ այսօր, այս նոր տեխնոլոգիա կան աշխարհի, ամեն ինչը հաշվի առնելով, մի հատ ամեն մեկս մի հատ մտածենք։ Այդ մենակ հայերը ինչ կարող են անել, հա, բայց նոր ժամանակներում նոր տեխնոլոգիա կան։ Դե քեզանից սկսում ենք Հարու ջան։ Շատ ուշադիր լսում ենք։ Դե դու ես առաջարկել։ Դու ես առաջարկել, դες սկսի։ Բանը անցել, հա։ Օրինակ մենակ հայրը կարան, Ինչ է։ մի հատ խնդրում մաստեր կլասը։ Չէ, բայց մտքումդ բանկար չես ասում։ Ինչ է, ինչ որ եթերից դուրս բաներ կարան անել, հա։ Դե ոչ եթերային բաները հայ մենակ հայերը միշտ կարային այդ։ Մենակ հայերը կարող են, ասինքն մի հատ հումորային լավ ծրագրի մեջ անպայման քաղաքականություն չպցնել։ Այո։ Բայց այդ նոր տեխնոլոգիաները Որովհետև մենակ Հայաստանում է որ դարել են նենց որ ամեն ինչ արդեն քաղաքականացված է, Խոջան։ Դա ասա Հարու։ Բայց այդ ամեն ինչը տեխնոլոգիայի հետ ընդհանրապես կապ չի։ Բայց տեխնոլոգիա է այդ ամեն ինչը։ Տեխնոլոգիան։ Ամեն ինչը տեխնոլոգիա է։ Այդ տեխնոլոգիան շատ ժամանակ մեզ սխալ ինֆորմացիաներ է տալիս ու մենք այդ սխալ ինֆորմացիաներով սկսում ենք իրար ուտել։ Այդ մենակ հայերը կարող են նստել լավ սեղանի շուրջ, ուրախ պայծառ տրամադրությամբ, մեկ էլ փչացնել այդ տրամադրությունը, ասենք այդ տեխնոլոգիաների սխալ ինֆորմացիայով ստացած բան։ Մենակ իրանք կարան անել այդ փչացնել։ Դա մտածում մենակ հայերը այդ նորագույն տեխնոլոգիաների շուրջ է ինչ որ։ Այս նոր մի բան ասենք, հա, նոր նոր կյանքի կյանքի, հա։ շուրջ էսի հավելվածներ։ Լավ, այսպեսի մի բան ասեմ, Ինտերնետ։ մենակ Հայաստանում, հա, մենակ Երևանում պարսիկները կարան իրար մեջ խոսան, ասեն, ես ինչքան հնդիկա լցվել Երևան։ Հա, օրինակ, մենակ մեր մոտ դա հնարավոր է, ես ինչքան Երևանել չէ, ինչքան հնդիկա լցվել մեր քաղաքը։ Մենակ Երևանում պարսիկները դες բան կարան ասեն։ Չէ, հնդիկներն էլ կարան ասեն, պարսիկները։ Չէ, իրանք հələ չէ, իրանք հələ որ քանի հələ որ sense հələ մի քիչ հայրենի թեման կա։ Հեսա որ մի հատ հայրենը կընտելանան, իմիջիայլոց ասեմ, հիմա մենակ հայկական այդ բաներից կարելի է համարել, հա, որ բաներ կան չէ որ վայ աման Աստված ջան եւ հիմա որ շարից փորձանքից հնդիկ մոտոյով առաքիչներից հեռու էտա էլի այդ բաներից ինձ որ թողնեք շարից փորձանքից մեկ էլ էս նոր տեխնոլոգիաներից հեռու դա այսպես ինչ-որ բան կա դե դա բնականաբար լավ որ էս ծայրահեղական չլինեն որ չասեն սրանք այդ հին մարդիկ են հավաքվել են ինչ են ասում ոչ թե հեռու այլ չափավոր գոնե չափավոր նոր տեխնոլոգիաներից գոնե որովհետեւ նոր տեխնոլոգիաները կյանքի շարունակություն են այսօրվա կյանքը այդպեսին է առանց դրանց հնարավոր չի բայց հիվանդանալ դրանով հիվանդ դառնալ ամեն ինչով կտրվել դառնալ պլաստմասե մարդ դառնալ ոչ թե մարդ այլ սմարթ այսօր մարդ այսօր սմարտկություն է ոչ թե մարդկություն սմարտկություն այսօր մարդու փոխարեն սմարտն է չէ դե բայց լավ է որ հանդիպում ենք մարդու Այդ շատ լավ է, այդպես որ թթվածնի պես սկսում ես շնչել, որ զգում ես որ նստած ես հետը, բայց այդ հեռախոսը զուտ կատարում է որպես կատաստրոֆա է իսկապես։ Ֆունկցիոնալ դերը հեռախոս։ 10 հոգի նստած են, 10-ն էլ հեռախոսի մեջ։ Ոչ, սենց եմ լինում, ես ասում ջոր, բայց չխոսենք իրար հետ։ Հա դե բան, ասում դե լավ գրեք խոսենք, բայց դա պրոբլեմ է, դա իրոք պրոբլեմ է։ Ժոր, դա չէ որ մենք չենք հասկանում այդ ամեն ինչից կամ մենք հեռախոս չունենք, մենք էլ լարով հեռախոս ենք հետներս մանդալի չէ, մենք էլ ունենք այդ ամենը ու փառքասուն ամեն ինչից էլ օգտվում ենք, բայց այդ մարդ սմարտն է, էլի, արդեն որ մարդկությունը մսից ու արունից ինչից որ քիչ առաջ որ խոսում ենք, այդ միսը արունը մարդկային հարաբերությունը, շունչը էմոցիան էլ չկա Աստծո կողմից ստեղծված կանոնով էլի մարդուն ոնց Աստված ստեղծել չէ որ նա պետք է բնականին պետքա մտածի պետքա էմոցիա զգա պետքա իր տեսքով Հիմա դրա համար այդ հաշվի առնելով Արցեմ ջան Մխիթարի այս նախագիծը այդ ականների շարունակությունը մենք ցած Այ դեպ դրանք սա ականները, Հարութ ջան, այ դրանք ականները, այդ խնդիրները ականները, որ դրվում է մեր տեսակի մեջ։ Սերունդները արագ փոխվում են, երիտասարդ սերունդները նորերը ծնվում են, ու այդ ականները հիմա որ դրվում է, այդ ականները հենց որ պայթեց, այդ մարդկությունից, մարդավարից հեռանալու ականները որ պայթեցին, այ մենք հետո մտածելու ահագին բան ենք ունենալու։ Մենք ասելով նու գլոբալ միտ։ Մենք հիմա ականավորում ենք ձեր միջոցով նաև Արտյոմ ջան, բոլորս ականավորում ենք այդ ամեն ինչը,
որ սրանք պայթեն, որ լավ բաներ լինեն, այսինքն չպայթեն վտանգավոր բաներ լինեն։ Հիմա մենք լավ ականներ մենք լավ հիմա ականավորում ենք, ես վատ ականների մասին եմ խոսում, էլի, վատ։ Հիմա մենք ականավորում ենք, որ դրանք լավ անդրադառնան, էլի։ Տենց փորձ ենք անում։ Շատ լավ ենք փորձում, ասա ինչ ականավոր ենք, ասա հիմա, հենց հիմա։ Դե արդեն անում ենք, Արտեմ ջան, դու որ էստեղ ես, արդեն անում ենք։ Այսինքն այն ինչ որ մեզ հիմա էլ է շատ հոգեհարազատ շատ բաներ կան մեզ համար։ Իհարկե, մենք էլ ենք այս կյանքի մեջից, նորից եմ կրկնում։ Բայց այն ինչ որ նոստալգիկ է, այն ինչ որ հիմա Այն ինչ որ մարդավարի է։ Արի գիտես ինչ նոստալգիկ բառը հենց օգտագործում ենք շատ էլ վայ, ես դեպքով կարող են ես արդյոք ոնց է մեծացել, դες ոնց է սպիտակել բան։ Շատերի մոտ էս ծայրահեղական բան է։ Երեցիկ է սպիտակելի միջայլոց արդյոք ջան։ Երևի ասում են։ Պարզապես ես չեմ սիրում։ Իդեպ էտել ասեմ։ Էտեմ որ մեր ամբողջ մանկությունը բացեց, որ ասի, որ քանի տարեկան ես։ Շատ դեպքերում եթե կոնկրետ իմ մասին խոսքը գնաց, հա, ասում են վայ Արտեմ ջան, ես ոնց է սպիտակել, ես ոնց որ չեն մեծացել բառը չեն ուզում տենց օգտագործեն, բան։ Ու ես մեկ որ կարիք կա, էլի, որ կոնտինգենտին որ կարիք կա, դա մի փոքր sense բարձաբանում որ ամեն ինչ տեղն է գնել, ասում են պարզապես հիմա դուք սովոր եք, որ մեր ասպարեզի գրեթե բոլորը ներկվում են ու իրանց sense դարձում են 50 տարեկան տղեն դարձում է իրան փորձում անենցանի որ 32.5 տարեկան ասա ու դուք սովոր եք սախսև բազերով sense ամբողջ կյանքում իրա մոտ բան չի փոխվում ասում եմ ես որ նորմալ sense աճում եմ մեծանում եմ հասունանում եմ բան այ մեծացել այսինքն գիտես ինչն է խնդրեմ էլի որ մարդը արդեն նո համենայն դեպս այս ասպարեզի մարդը Այդ անտերի մեջի մարդը ինքը ապրում է ուրիշի համար։ Ես տես չեմ ապրում ու չեմ ապրելու երբեք։ Ինձ էլ որ ասում են ամեն ինչ անում է մի հատ ֆոտոյի համար, հասկանում ես։ Հա։ Աղջիկ թե տղա, նո աղջիկները մի քիչ ավելի շատ ընդեղծես օպցիաներ ունեն, բան։ Ամեն ինչ անում են ֆոտո նկարի համար, որ ուրիշը տեսնի։ Ապրում են ուրիշի համար։ Եթե մի բան սխալ եմ ասում։ Չէ, ինձ որ ասում են մեծացել ես, ասում են ոնց որ ասում էր դասականը երեխաները պարտավոր են մեծանալ։ Այո, երեխաները պարտավոր են մեծանալ եւ գիտես ինչ, ավելի լավ է մեծանալ, քան հակառակը։ Ես էլ այսպես ասում եմ։ Քան հակառակը։ Եթե մեծանում ես, ուրեմն ապրում ես, չէ՞, ամենապրիմիտիվ օրինակն է։ Եթե չես մեծանում, ուրեմն ինֆան Նրանից հա։ Լավ, մի քիչ վերադառնանք 90-ականներ։ Վերադարձանք։ Բայց բացի Բեռնարդ Շոուից էլի բաներ կային, որ զսպանակն չէ, Ջոկ շոուն ստեղծեց զսպանակ հաղորդումը, այլ մեր զսպանակներն մեր առաջի հերոստատեսային, այսպես ասած մեր առաջի քայլը դեպի հանրաճանաչ լինելը, հանրայինը լինելը հենց զսպանակն էր։ Հենց զսպանակից սկսած ամեն ինչը։ Հենց կյանքն հենց այդ վավերագրում էր էլի։ Այդ ամեն ինչը ձեր նկարներ, փողոցներ, հակ ու կապ այդ թվերի։ Ու բնական էր, դե այդ խոսակցությունները, երկխոս բաների, ժամանակի վավերագրում։ Գալի հիմա որ դնում հետ ենք նայում։ Դե այն ժամանակն էր այդպեսին ու նորից եմ ասում, չեմ հոգնելու անընդհատ ասեմ։ Ես հələ դեռ չեմ գնում ավելի վաղ ժամանակաշրջաններ Հայաստանի ու Երևանի, որ էլ ավելի լավ էր այդ ամենը, այդ մարդկայինի պահը չեմ հոգնում ասեմ, ես անընդհատ ասելու եմ, որ դա շատ կարևոր է։ Մենք ապրել ենք։ Մենք ապրել ենք, հետո սերունդների տարբերություն կա, այն ժամանակ կրթվածությունը, ինտելեկտը, զարգացած լինելը, աշխարհայացքը, եւ ընդհանրապես մարդկային տեսակը գալիս էր ինչից, նաեւ այդ կրթվելուց, հենց կրթվելուց, սովորելուց, կարդալուց, մի բան իմանալուց ու բնականից տանջվելով իմանալուց, ու ժամերով կարդալուց, մի հատ այդ թուղթ ու գրիչով այդ գումարումն ու հանումը անելուց, ֆորմուլաներով, ոչ թե որ Լավ, ես պարզ բան ասեմ, պարզ օրինակ ասեմ, Արտեմ ջան, պարզ օրինակ եմ ասում, մեր ծնողները ինչ էին անում, ու այսօր ես որպես ծնող ինչ եմ անում, օրինակ, մեր ծնողները երբեք մեր առաջ հեռախոս չեն դրել, որ մենք նայենք ֆիլմեր, մուլտֆիլմեր։ Մեզ ուղղակի այսինքն տանում էին, այս ինչ տեղ են, ինչ տեղ են, հեռուստացույցով էր լինում, կամ հեռուստացույցով, ինչ մուլտեր, ու ինչ կինոներ, անկրկնելի, ինչքան դասերակցական, հիմա ինչքան հիմար բան կա, հիմար աղմաղ բաներ կան, անդադ կարող ես հանդիպել, այսինքն թերթեցի, հա, մի հատ
շարիկներ են պայթացնում, մի քանի երեխա ու մեր երեխաները ասում նայում են ինչ է։ Դա պրոբլեմա է, այ պրոբլեմա։ Դա մեծ պրոբլեմա է, այդ վատականներից է, էլի։ Վատականներ, դրանք ականներ են։ Հա, Արդեն պայթում են, բայց մի 10, 20, 30 տարի հետո գմփունը դուրս է գալու այս ամեն ինչի, եթե գլոբալ արմատական որոշում չկայացվի, ամենաբարձր մակարդակներից սկսած ազգային մտածելակերպի մակարդակի։ Մենք ինչ ենք ուզում, լավ, եթե մենք ուզում ենք sense խառնվել այս հորձանուտին, հա, sense խառնվել այս ճահճին խառնվել համաշխարհային ու sense խառնվելու վերջանալ գնալ, то есть люди мира, հա, աշխարհի քաղաքացի եւ ազգությունը կապ չունի, բան ուրիշ, եթե մեր նպատակը դա է, մենք այդ ենք ուզում, խնդիր չկա, ջնջենք մեր հազարավոր տարիների պատմությունը, մեր ամեն ինչը, մոռանանք գլոբալիստ է։ Խնդիր չկա, այդ ենք ուզում, դրան ենք ուզում գնալ։ Դադարք գլոբալիստ։ Դե դրա համար էլ։ Դե դրա համար էլ։ Հիմա հավաքվել եք խոսում եք, որ այդ հինը որոշակի հինը չէ, ախր հինը չէ։ Ժամանակաշրջանը որոշակի ձևով sense ներկայացնում համել նոր սերնդին մեջ։ Եկեք նույնիսկ այդպես չասենք, էլի, եկեք ես իմ առաջարկն է, դուք եք հեղինակներ ձեր հաղորդումն, ոչ թե հինը կամ ժամանակաշրջանը, հա, ժամանակաշրջանը ունի դետալներ փոփոխական, ժամանակաշրջանում որոշակի բաներ են փոխվում, բայց կան համամարտկային ու մշտական ամենայն դեպս մեր հայերիս համար պետք է այդպես լինի, չէ՞։ Եկեք դրան անվանենք մարդկայինը, համամարտկայինը, ճիշտը, չգիտեմ, նորմալ, այդպիսի հոմանիշներով եկեք մի հատ դա պարուրենք, հա, ասես ողողենք, հենց ասում ենք հինը նոր սերնդի շատ ներկայացուցիչներ երեխեք կարող ասենց նայն ասեն լավ դե բան որովհետև նրանց համար արդեն հետաքրքիր չի հասկանում ես մի մատի շարժում նայեք հասկանում եք 3 վայրկյանի մեջ լավ բան մանեկող սեգմենտը դա շատ բարդ սեգմենտ է 3-4 վայրկյանոց բանի մեջ ուզում են որ ժամանակ չկա հավես չկա բան 3-4 վայրկյանում շո իրան էտա հետաքրքիր էտա պետք Դե դու գնա մխո ջան, ինչ որ բաներ մտածի, նորմալ նստի հյուրեր կանչի, թեկուզ ինչ որ sense մի հետաքրքիր բան արա, բան կձգեն այդ 18 րոպեն ենթադրենք հարց։ Եթե դու սկրոլի տակ չես ընկնում, սկրոլի մեջ եթե օպնա չբռնես այն որ բարեր ինձ համար այնքան բան է, ես միջև չեմ կարողանում։ Չէ, եթե մենք էլ գիտենք, էլի, այսինքն այդ ամեն ինչը հասկանում եք, չէ՞, ժողովուրդ ջան, երիտասարդներ ջան, այդ ամեն ինչից կանք։ Բայց հասկանում ես, կյանքը սկրոլինգ չի, էլի։ Ինչ scrolling այո մարդ ու սմարտը հանդիպում են ինչ չգիտեմ հանգարց չհամարեք որ մենք ինչ որ ծանր բաներ ենք խոսում չէ սիրելի դիտողներ մենք նորմալ բաներ չէ դե զրուցում ենք էլի չզրուցենք մենք զրուցենք որովհետև գիտես ինչ զրուցակցի պակասել կա այսօր իսկապես կա դրա համար երևի ավելացել են այս անուն ինչ էր լապտոպը հա ոդքասթը այդ ոդքասթը դե ես հիմա դու ես ամեն այսօրվա մեր հանդիպումը ինչ եք համարում սա ոդքասթը ինչ է ես համարում եմ զրույց այսինքն մենք ունենք զրուցակից այսինքն մենք ունենք համախոհ ասեմ այլ յուրային ասեմ որովհետև զրույցը ինչով է քաղցր, որ մենք խոսում ենք ազնիվ, այստեղով ենք խոսում։ Մենք ոչ մի բան չենք ուզում դիտողը, հեռուստադիտողը եւ դու շատ լավ գիտես ինքդ բեմի մարդ ես, հանդիսատեսը կեղծավորությունը զգում է, հանդիսատեսին կեղծիքով չես վերցնի։ Նա զգում է, հանդիսատեսը կապ չունի էկրանից այն կողմը, թե դու բեմի վրա ես նա դահլիճից, կեղծիքը զգում է։ Մակրությունն է պետք այդ մակրությունը ու ճշմարտությունը ազնվությունը ամենակարևոր բանը թող գիտես ինչ մի քիչ ազնվությունը կոպիտ լինի դա նույնիսկ թող կոպիտ լինի չգիտեմ բայց դա ազնիվը մենք ապա տեղեկատվություն չենք տալիս մենք ազնվորեն նստած խոսում ենք իրար հետ այսինքն միասին երեքով նու սերնդակիցներ չասեմ բայց գոնե այդպես շատ տարբերություն չկա մեծ տարբերություն չկա այն մարդիկ ովքեր ապրել են ինչ որ մի հատված զգացել են մարդկությունը, զգացել են ջերմությունը, զգացել են ազնվությունը, հիմա էլ կա այդ ջերմությունը, բայց պակասել է։ Այսինքն, դու հասկանում ես, պակասել է նույն այդ տեխնոլոգիաներին հիվանդագին վերաբերվելը, նույն այսօր ծնունդ ոնց են շնորհավորում։ Լավագույն դեպքում voice-ով
այդ եթե voice-ով ասում, վայ բարև Խոջան ախպերս բան, շնորհավորում եմ։ Այդ ուրեմն ուժեղ է, այդ հավասարազորա մի 20-30 տարի առաջվա որ զանգում էին, գնում էին, միած շնորհավորում էին, որովհետև հիմա տեքստով կամ ինչ որ բան կամ նույնիսկ այն որ չեն ուզում մի փոքր տանջվեն իրանք գրեն sense ստանդարտներ կան, չէ, happy birthday, ճիշտ է բան։ Շա, շնորհավորեցինք, դա կծրեցինք գնաց։ Այսինքն այսօր voice message-ը, այն որ voice-ով ինքը իր ձենով մի բան ասում է, դա արդեն մեծ շռայլություն է համարվում։ Voice message։ Էդենես չի որ ինքը հիշում էր իրան հիշած։ Հա, մի հատ էլ այնտեղ այն որ հիշեցումները Նապամինյանյաններն ա որ գալիս։ Հասկանում ես։ Մարդիկ տան մեջ իրար հետ գրվում են։ Դա խնդրեմա, մարդուկին գրվում են իրար հետ։ Դա կատաստրոֆա է, հիմա բայց բնակարանը փոքր է։ Բայց բնակարանը փոքր է, մի սենյականոց, բայց գրվում են մեկ։ Դե հիմա ես ավելի վատ բան ասեմ։ Մի օր ես իմ ընտանիքիս հետ ազատոր ունենք ինչ որ շաբաթ կիրակի այդ բոլորս որոշեցինք միտեղ գնանք դե որտեվ աշխատում ենք բան երեխեքը իրանց գործերով մենք մեր գործերով բան շատ լավ էր էլի ընտանիքը շատ քաղցր բան է հնարավորինս պետք է ընտանիքի հետ շատ լինել ու այդ օրերից մեկն էր երբ մենք ընտանիքով բոլորովս միտեղ գնացինք նստացինք մենք պատվիրեցինք բան հանգստանում ենք վայելում ենք երեկոն եկավ մեր կողքը նստեց զույգ զգացում էր որ ամուսիններ են ընկերուհի չէ, զգացում էր մատանի կար։ Չէ, մատանի չէ, դու զգում ես, էլի, դե զգում ես, որ նրանք ամուսիններ են, էլի, ոչ ընկերուհի են, ոչ անծանոթ են, ինչ որ բան պատվիրեցին։ Երկուսով մտան հեռախոսի մեջ։ Ես ազնիվ խոսք եմ ասում, տաղավարի բան եմ ասում։ Հավատում եմ, լրի։ Մտան հեռախոսի մեջ երկուսով։ Ու այդ բերում է, պատվերը բերում է, իրանց պատվերը բերում է։ Ուրեմն գրվում են հերիք չի իրար հետ սկսեցին գրվել։ Որտեվ ես նկատ շատ այստեղ իրար հետ գրվում էին սեղանի շուրջ լուրջ ես ասում բանես նայ այդպես մի 45 րոպե այսպես կծֆր sense դեմի դրածներ ինչ որ բան կերան այսպես նույն ձև թողեց են հաշիվ փակեցին գնացին դու ասում ես հələ տան չէ լավ է որ հաշիվը փակել են շատ լավ Այդ չէ, հա դա գոնե այդ ամերիկյան բան։ Հիմա դա ժամանակակից է, լավ է, նորմալ է, թե աննորմալ է։ Այն որ մեկ-մեկ էլ ցես տպեր կան, չէ, որ իրանց շատ տենց մի այլ կարգի տենց զբաղված է։ Ոյ բան զբաղված եմ, գրի էլի բան, sense չոր բա ես մի հատ պետք է Francing-ը full-ing անեմ, մի հատ Phantom film անեմ, բայց ის cute հաստե։ Հիմնականում ամերիկացիք են որ ասում են Բայց դու ատամնաբուժից չես գալիս։ Այո։ Դες մի տիկի կարող ատամը տնկի։ Չէ, այն հետևինն է։ Այն հետևինն է։ Հետևինն է։ Այդ ու գիտես ինչ, մեջը արմատուրով բանում նենց արել, որ սա չի։ Չէ, հասկանում ես, դա խնդիր է, էլի, նայում ես ինչ որ աղջիկ է, երիտասարդ բան, խնդիրներ է դա։ Մեկ էլ զգուս մեջ շատ արհեստական եմ։ Wow, ձեր մոտ նենց cute է։ Ինչա։ Որ cute։ Հա։ Այ ես էլ առաջ անգամ այդ նույն ռեակցիան տվեցի, որ չգիտեք, cute։ Արա ասում ես Աղջիկ ջան, այդ cute-ը որը դա գիտեք ինչ cute-ից հետո մի հատ էլի նմանատիպ մի հատ ֆնյաու մի հատ բառ ասում ես լավ մի րոպե հիմա դե այդ բաց է Երեք շատ cute է cute է էլի ֆամինգը լավ չի ասում cute-ը չէ էդի քյավարի cute-ն է հա քյավարի cute-ը ես մի ասի cute է ամեն շրջան իր cute-ը ունի էլի քյավարի cute-ը գիտես այսինքն դե cute-ը նշանակում է Խոջան որ լավ է ջերման պուպուշա բայց ես բեմ չեմ սիրում բայց լավ դե գոնե այդպես բան լավ հնարավոր չի այդ հարց ասում ես լավ ինչի ես դու տենց ասում Զակուկ ջան ինչ ես ասում cute-ը ինչի համար sense էլ ինչ որ անպայման հերախոսը ձերը երեխեք տանած cute-ը ասում լավ ինչ ես գրասես հաճելի վայր է բան հաճելի գեղեցիկ լավ ջերմտնորդ է ջերմի չավայր է չի անպայման մտի cute-ը ֆինձիլավ է եսի ինչա բան ու Ես վերջի շրջանի այսպես ինչ որ բաներ ես տենց էլ չսովորեցի սա բաներ որտեղ չեմ հիմա դրա բոմբն եմ պատմում այդ դրա այդ սրանց այս ականն ես պատմում մատերով եսի ինչեր հա Ես վերջի շրջանում երբ որ IEC մտավ մոդալը հա Չեմ կարող հասկանալ էլի տղերքը ոնց կարան իրար sense բաներ անեն ես մեկը չեմ ասում չի աշխատում են ուրիշ բան լսեք ասած ջեսի ուրիշ բան չէ ոնց կարող օրինակ հարու թելմա sense արա էլի ասած կանես ինձ ու բան դեմքտել մի քիչ պիտի անի Չեմ իհարկե վնասված է նայ չեմ կարող անել Ինչ լավա որ կոմպյուտերը վնասված է դու չես կարող անես Էս էլա նույնն է
Հա, երկու բացել Հա, ուժեղ, հա։ ուժեղ։ Հա։ Չեմ հասկանում, էլի։ Տղեկ որ իրար զբաղել են անում։ Այդ ես հազիվ եմ էսիս, որովհետև էս հեշտ է։ Ուրեմն մի օր ես միջոցառման եմ, լուրջ միջոցառումա, ես բեմին եմ, վարում եմ, բան, սենց խոսում ենք, ահագին մարդ, բավականին նորմալ կոնտինգենտ է, բան, սենց պրեզենտացիա է, հետո պետք է ուրիշ բան լինի։ Մի խոսքով գլոբալ սենց մեծ միջոցառում համ կազմակերպել եմ, համ վարում եմ այդ։ Ու արդեն երաժշտական բան ա գնում, մեկ էլ զգում եմ այս դեմի շարքերը խիտ կանգնած մասը էլի։ Չէ՞ երաժշտություն ա գնում, բան ու մեկը ընդեղից, բայց այդ լավա տղա չէր։ Հա։ Որ հետո որտեվ հասկանա այդ ինչա բազարը լինելու էլի։ Մի հատ կին sense, բավական sense business woman էլի sense։ Ընդեղից sense անում, sense ես ինչ աղոտ եմ տեսնում մարդկանց մեջից sense անում։ Ես մի անգամից ասում եմ, ես փող առաջարկում, ինչ փող էլ, վրոդի ես պայմանագիրս կնքած արդեն նորմալ ես արդեն վերցրել եմ, բան նորմալ պետք է փոխանցում, հոնորարը ասած է, բան։ Մի քիչ անցնեց չտենալու են տալի, մեկ ընդիցելիս ես ձերով sense։ Որ ասում եմ փող, արդեն մտածում եմ, ասում եմ կարող է երաժիշտներին ուզում է երևի գումար տա, շաբաշ է ուզում տա, այն էլ այստեղ ես այնպես բան եմ կազմակերպել, որ այն շաբաշով վրինավ տիարոտ էս բան չէ, նորմալ, ցիվիլ բան։ Ասում եմ չէ։ Կանչում եմ ընդեղի ադմինիստրատորին, ասում եմ մի հատ խնդրում եմ ընդեղ ինչ որ կին կա, ինչ որ փող է ցույց տալիս է։ Մի հատ ճշտեք, էլի ինչքան է ինձ ուզում է փող տա, ում է ուզում փող տա, կամ ինքն է փող ուզում կարող է։ Չգիտեմ, բայց որ նայում եք տեսքին, չէ՞ էս չի, բանա։ Վերջը երիտասարդ աղջիկ էր։ Ասում եմ մի հատ նայեք էլի, մեկ ինձ այդ աղջիկ եկավ, ասենց այդ կինը հասկացա որ մեկ ընդեղից նորից արդեն 2 ձեռով, սենց։ Ես աղջիկը հիմա ծիծաղում է շատ ուժեղ, մարդում ջան, չէ, գումար չի ուզում, բա ինչ է ուզում։ Ասում ինքը պրոստը ասում է որ դից լավ հլը, աղջիկները ման տենց լավ ինչ որ միտեղ ուտում բա տղերքը իրար սենց ինչ բուտերնից չր հասում տղերք, բա սենց բան Չգիտեմ Жемиатика, որ սենց են անում։ Հա, տենց էլ կա, հա։ Չգիտեմ։ А, это похоже на большую սենց էլ են անում, հա, այս վերսիաներ կա։ Ոնց։ Այ որ մեծ սիրտ։ Հա, յանի։ Հա, տիպը մեծ։ Մեծ։ Հետո ոտերով են երևի անելու։ Սենց։ Այդ պետք է բալետ պարել իմանաս, որ դեռ մենք ունենք եւ ունենք մշտական մի շարժում ունենք, մի տես այսպես ասած մի հատ էս ունենք, հա։ Մի հատ էլ այն որ մի հատ այս գուտմատը կարճոտա պրոստը լավ չի երևա, հա, չի ստացվում, դա չի ստացել գուտմատը լավ է ցուցամատի տակ են։ Այո, մենք ունենք մոտ ասեք լավ է, չէ։ Ես օրինակ զգում եմ որ լավ է, չէ։ Շատ լավ է։ Էս բալտատությունը ցենտր։ Ցենտր, այդ կենտրոնը։ Հա, հիմա ասում ես կենտրոն մի անգամից մտովի գնում ես մեր կենտրոնը։ Հա, աղմկոտ։ Ունենց որ արդեն չես ուզում գնաս մեր կենտրոնը։ Ես մտովի գնում եմ, նույնիսկ մտովի արդեն ես չեմ ուզում, էլի մի հատ հիմա որ տեսնում եմ ինչա կենտրոնը, բան։ Հիմնականում պարկովքի համար, կայանատեղիների համար, թե էլի հարցեր ունեն։ Ուղիղ եթեր չընկնելու համար երևի։ Չէ, հյուսային պողոտա, այս վերջերս երբ էր, ես այնտեղ պայմանավորվածություն էի գնացի, հյուսային պողոտան դարել է տիկտոկերների, չգիտեմ, բայց լավ երաժշտություն մեկ-մեկ լինում է, գիտես։ Մեկ-մեկ կարող է։ լինում է, հա։ Մեկ-մեկ կարող է, բայց դու լսել ես հիմա այնտեղ ինչ է կապտում։ Ես այդ օրը մի ասի հնարավորինս ես էլ չեմ ուզում։ Իմ Երևանի փողոցներում, իմ Երևանի կենտրոնում ես որ ուրն ու ծծո հոգով սրտով իմ Հայաստան, Երևան։ Ես տենց եմ ապրում, տենց եմ շնչում, տենց եմ ծնվել։ Որ արդեն դու խուսափում ես, որովհետև դարել է մի հատ այն որ վաստոչնի ցավով եմ ասում, վաստոչնի բազարի պես մի հատ ինչ ասես լսում ես։ Այ ինչ ասես, ես շովինիստ չեմ, ես գիտես ինչ կա, ես չունեմ ոչ մի նմանատիպ բաներ, բայց երբ որ դու տեսնում ես թե ինչ է դառնում մշակութայինորեն քո քաղաքը ինչ է կատարում քո քաղաքում, քո քաղաքի շունչը ոնց է սկսում փոխվել։
Դա ցավալի է։ Ես օրինակ ցավում եմ դրա համար, չգիտեմ դուք ոնց։ Ոնց ասեցի։ Մենակ Հայաստանում կան պարսիկները կան ասեն ինչ։ Հա, մենակ Երևանում կան պարսիկները իրար հետ sense դարդոտած խոսեն, ասեն ես ինչքան հնդիկա լցվել մեր քաղաքը, էլի դա։ Դա իրականությունից է վերցրած։ Դրա որ ասեցին այդ արևելյան այդ մոտիվներով, բան։ Նայեմ, գիտես ինչ, կենտրոնից քյաբաբի ու լահմաջուի հոտ է գալի արդեն, հասկանում ես, դա համ բառից բուն իմաստով, համ մտածելակերպի ու շարժի իմաստով, էլի։ Չգիտեմ, դա լավ չի, էլի, ես տենց եմ մտածում։ Լավ չի, բայց լավ տեղեր կան։ Մենք միշտ բան ենք անում։ Հիմա ես այդ տեսանկյունից ասեցի, էլի։ Շատ ճիշտ է, այսինքն, բայց մենք ինչով ենք, օրինակ, ինձ թվում է տարբերվում։ Մենք լավատես ենք, է։ Լավատես ենք, հա։ Հետո մարդը ինձ ասում է, լավ, ինչի վրա ես տես լավ, ինչն է տենց քեզ լավատեսության տան։ Ասում եմ, եթե ես լավատես չլինեմ, ուրեմն ինձ համար ամեն ինչ կորած է։ Չէ, մենք համ պարտավոր ենք լավատես լինել, համ էլ պարտավոր ենք այդ լավատեսության մեջ նաև կարմիր գծերով տանել կարևոր բաները, որովհետև մենք պարտավոր ենք, մենք են սերունդ ենք, մենք էլ արդեն հասուն մարդիկ ենք, չէ, մենք էլ երեխեք չենք, չէ։ Մենք էլ երեխեք ունենք, չէ։ Մենք էլ երեխեք ունենք, ու ընդհանրապես ամեն ինչ տնից է սկսում, ընտանիքից է սկսում։ Առաջի խոսքը, առաջի քայլը, իհարկե այսօր շրջապատը եւ հեռախոսը իրենցն անում են, բայց տնից է սկսում, բայց ու մենք պարտավոր ենք, երբ որ նույնիսկ այսպես մտել մի ընկերական զրուցում ենք, բան մենք կատականել, ասել, խոսել, բայց մենք պարտավոր ենք այդ ընթացքում կարմիր թելով տանել կարևոր մարդկային նորմալ բաները, պարտավոր ենք ասել, խորհուրդ տալ, շատ լավ կլինի, եթե մեր խորհուրդները ընդունեն, խորհուրդ ընդունենք, այո, խորհուրդ ընդունենք, իդեպ մենք էլ երիտասարդներից պետք է ընդունենք ու ընդունում ենք, մեկը ես, մեկը ես, այո, ես օրինակ սկսած իմ երեխաներից, որ չնայած իմ երեխաները այդքան փոքր չեն, հա, նրանց տարեկիցներից եւ ավելի երիտասարդ սերնդից ես լսում եմ, ընդունում եմ ինչ որ պետքա լսել ժամանակի եւ երիտասարդության ձայնի հետ կապված, հա, ինքս իմ միջով անցկացնում եմ, հասկանում եմ ահագին շատ չէ, լավ բաներ։ Տես sense վատ բաներ կար, երբ որ մենք փոքր էինք, օրինակ, ինչ որ բան ասում էինք, չէ՞, մեր ծնողները ասում էին, «Արա դու հələ փոքր ես, հələ սպասի, հələ դու այսինքն դե հələ հիմա դու փորձի ինչ որ մեկին ասես դու փոքր ես»։ Օրինակ ես հիմա տես դու էլ, ես լսում եմ, չէ՞, իմանք փոքր են, բայց որ ուշադիր նայում ես, ուշադիր լսում ես, չէ՞, այնց հետաքրքիր են կարողանում մեկնաբանել իրավիճակներ, ասում ես գեցես։ Արագ, այստեղ այս սերունդը արագ կարճ ճանապարհներն է փտում ամենապրակտիկ, ամենակարճ, то есть համ լավ առումով, համ ինչ անենք, որ բան չանենք, բայց կոպիտ օրինակ եմ բերում, որ ոնց անենք, որ բան չանենք, այդպես շատ չաշխատենք, բայց շատ փող կպցնենք։ Հասկանում ես, կա խնդիր կա, էլի։ Մենք մենք այն ժամանակ պետք է աշխատենք, բան ինչ որ մեր ժամանակվա բանանենք բանալնի վիճակ։ Բանանենք բանալնի։ Դե բետոնից պատերը եւ այսօր այնպես կոնստրուկցիաներ կան, որոնք որ մինիմալիստական ձևով կարողանում ես ժամանակն իրեն անում է, բայց ես սվոլ, հա, ոնց որ ասեմ, այո, հիմք կա, կարևոր բաներ կա, որ դա պետքա անձեռմխելի լինի մարդկային տեսակի ու ընդհանրապես մարդկային ֆիզիկայի, չգիտեմ, հոգեբանության եւ քիմիայի մարդկային, դա պետք է անփոփոխ լինի։ Ну ամենայն դեպս մեր տեսանկյունից, մեր համար։ Այո, բան անենք, բան լինի, ոնց հիշեցիր։ Մեր հին թվերի։ Մեր հին թվերի չի, ախր այնքան բան կար այդ ամեն ինչի մեջ, բան անենք, բանը լինի, այսինքն Դե որովհետև սկզբում բանն էր, չէ՞։ Սկզբանե բանն էր, սկզբան, բայց որ բանն էր։ Դե ես դա կապում եմ սկզբանե բանները, նաև դե իհարկե ուրիշ բաներ, բայց դե Ադամն է, չէ՞ սկզբում էր։ Դե դա ման սկզբանե բաններ էլի։ Ադամն է։ Հետո չէ, սկզբանե բաններ, հետո ուրիշ սկիզբն էր, մի խոսքով էլի, Ադամը հետո Եվան։ Ես մի հատ բան եմ հիշել։ Էլի բան ես հիշել, հա։ Բան եմ հիշել։ Այդ ինչ բան է։ Ասել բանը։ Չգիտեմ դուք հիշես թե չէ։ Ահա։ Հո պատմածն եմ հիմա պատմել։ Հետաքրքիր է, կարող է, բայց ես չհիշեմ, գիտես չէ։ Ֆենոմենալ հիշողություն ունի։ Ասա։ Ջոկշոյով չեմ հիշի, որ հաղորդման հյուրն էիք։
Եվի այդ 98-9 թվերներ։ Դու պատմել են հերթական հարցն էին տվել։ Նա զավեշտալի պատմություն պատմեք, դու պատմում ես։ Որը, որտեղ երկու շատ ուժեղ ական եղել է։ Հա, խուժանական։ Խուժանական էլ կար, բայց դե հիմա բնականաբար խուժանականները չենք պատմում։ Ասա։ Այն մութուցուր տարիներից էր պատմում, որ ավտոյի բենզինը պապայի, էդ ես հիշելու։ որ ասել էին մեր ավտոնա։ շատ ուժ է։ Որն է, ես չեմ։ Չես իմանում, լավ, այդ կպատմեմ, հետո մի հատ էլ շատ ուժեղ բան կպատմեմ։ Ուրեմն այն վատ թվերն է, այդ 90-ականների, որ բենզին չկա, մարդիկ բենզինը քաշում են 5 լիտրը տանում են տուն, նույնիսկ, որովհետև գողանում են, բան։ Մի օր էլ պապան 24-ը կանգնացած էր մեր, էլի տենց բենզինը քաշած, բան։ Ես էլ գիշերը քունս չի տանում, դուրս եմ եկել, պատշգամբից բալկոնից նայում եմ, էլի։ Եկե ռոզովի պանտերա երաժշտության տակ գալիս է կարմիր 06 մի հատ։ Կանգնում է մեր ավտոյի կողքի, մեր տունել 5-րդ հարգա։ Լույսերը անջատած է այդ մեր բալկոնի կողքի։ Ես նայում եմ, ծխում եմ։ Կանգնեց, իրուն բացում են բակը, ես ուշադիր եմ, բայց ձեն չեմ անում, ոչ մի այդ շլանգը հանում են, իրանց կանիստերը հանում են, բայց հիմա դե 24-ի բակը տեղից բարդ է, այնտեղից բենզին քաշելը շատ բարդ է, 24-ի բակից, որտեղ սետկա կա, այդ տեղից բարդ, հա, երևի այդ գիտեին, բան հիմա չեն կարող, արդեն 20 րոպեա վիզ են դրել, չկա, չեն կարող այդ բենզինը քաշեն, ես գիտեմ, որ բենզին չկա, չէ՞, բան մեկ էլ ես իմ ծխում ես ինձ այսի, դե գիշերվա ժամը 3-4-ն ոնց ա ասում, ոնց նայեցին վերև, մեկ էլ որ իրանք ինձ են ասում, շուխուրջայց, ասում մի 5 րոպե էլ տենց բան, արդեն ինձ են նայում, բան, սենց եմ, տղեք, աղբերը դե բենզին չկա, ինչ գիտես աղբերը, մեր ավտոնա, հիմի սրանք, դրանց արագությունը դու չէիր պատկերացնում ոնց են շրանքը թողին բակի մեջ, բան, սաղ, թողին, գիտես ոնց են փախել, ոնց են գնացել մխով։ Մի հատ էլ ուրիշ պատմություն խոստացա որ պատմեմ իմ Արմենի հետ կապված, այդ էլի մի քանի տեղ պատմել եմ, չէ, եկեք ես վերջի եղածը պատմեմ, իմ հետ այս վերջերը սա եղել։ Երբ վերջերս, այս տարի։ Այս տարի չէ, անցած տարվա վերջերում, անցած տարվա վերջերում, 25 թվի վերջերում ա եղել։ Ուրեմն դե ես ինտենսիվ խանութից առևտուր անող չեմ, էլի։ Ժամանակի, հա, թե ժամանակի առումով, թե, չգիտեմ, մի խոսքով, այդ իմ հիմնական ֆունկցիաների մեջ չի մտնում, էլի, խանութներից առևտուր անելու եւ այլն բան։ Ուրեմն մի փոքր նախապատմություն եմ ասում, որ հետո հասկանաք թե ինչա տեղի ունեցել, էլի։ 25 թվականին բացահայտվեց իմ սիրելի ամենասիրած այս պահի դրությամբ նույնիսկ այդ բացահայտած կերակուրներից մեկը, ուրեմն հորած պաների մի հատ շատ ուժեղ տեսակ կա, էլի, շատ համով։ Ես դա հավանեցի, իմ կինս գնել էր, տանը հաց ուտել ուզում, մի օր հավանեցի, ասեցի, այ շատ լավ ասի, ես միշտ ուզում եմ սրանից, ու միշտ իմ համար առնում են այդ պանիրը, հորած պանիրը, ինք հորած պանաչիով, հա, ես տենց հավեսով բաներ սիրում եմ, էլի։ Մի խոսքով, հայկական ռոկֆոր, բայց համով։ Հա, բայց համով, լավ, բայց համովը շեշտեցի, որովհետև ես երբեք չեմ հասկանում ռոկֆորը, իհարկե թող չնեղանան ռոկֆորի սիրահարները, բայց ես չեմ կարողանում հասկանալ ռոկֆորը ոնց կարելի է սիրել, որ օй, ռոկֆորել ունեք, վայ, սաղետին ամեն ինչը, cute, mood, բան, հայ, ոյ, բան, ռոկֆորը բան եմ, շատ են զգում ես, պրոստը ձևի համար է, ինչ cute ռոկֆորը, ինչ wow ռոկֆորը, ինչ ֆյուն ռոկֆորը, բան, ես զգում ես պրոստը ուտում են, որովհետև ասում են ռոկֆորը դե տենց բան էլի։ Rockford։ Չէ, հա, էլի տենց rockford բան, ես մատիկով անպայման գինիով պետք է բան, սենչոսի բան։ Այս պարմեզան ունեք, բայց պարմեզանը չգիտի ինչ բան է։ Լսել է, էլի, լսել է պարմեզանի մասին։ Լավ մի խոսքով էտու հորած պանիր։ Հորած պանիր, որ ես սիրել եմ։ Հայկական արտադրության, հավեսով, լավ, համով ուտելիք։ Սիրում եմ, լավաշի մեջ բան, հավեսով տնավարի։ Ու միշտ իմ համար գնում են արդեն տուն, էլի, միջև էս վարկյանը։ Մի օր ես գալիս եմ տուն,
ուշ ժամի ու ասում եմ զանգեմ տուն, ասեմ դե արդեն գալու եմ, բան, իսկ տուն ինձ միշտ սպասում են, դա որ ժամը ուզում ալի, ես պետքա տանը հաց ուտեմ։ Այո, շատ լավ է։ Դա իմ պրինցիպն է, խորհուրդ եմ տալիս բոլորին։ Տան մի կտոր հացը երբեք Ես էլ միշտ գալիս եմ տուն, անպայման ուտում եմ, կերած, խմած, ինչքան էլ եմ, բայց անպայման տանը հաց ուտելը նոր քնում եմ։ Դա ուրիշ բան է։ Բայց ասա էլի հորած բանի հետ է։ Գալիս եմ, զանգում եմ տուն, ասում եմ լիլո։ Դե վсё գալիս եմ, ասում դե արդեն գիտի, ասում եմ իմ բաներից կա, չէ։ Հա, ասում եմ կա, բայց ասում եմ մի քիչ քչոտ է, էլի, մի քիչ է մնացել, ասում եմ վաղ ես կառնեմ նորից, բան։ Ասում եմ չէ, արի գիտես ինչ անենք, ես որ քանի գալիս եմ, դավայ դու ինձ էլ մի բան էլ ասա, ի՞նչ է, պետք, եթե տունը մի բան պետք է, գալիս եմ, այդ արդեն 10-20 մեկ ես կմտնեմ խանութ այսօր, դե ասում եմ հանգիստ ժամը, բան, տես թեթև ավելի կմտնեմ սուպերմարկետ, կվերցնեմ 24 կոտորակի հոտ։ Հա, տենց միշտ աշխատում է, էլի, այսինքն։ Ասում եմ չէ, Լեծոն ջան, դե վաղ կարանք, եթե կհերի քասես այսօր, ասում եմ չէ, կարող է մարդ է, շատ եմ ուզում, համեն ինչ որ ես էլ ինչ որ բաներ առնեմ, էլի, իսկ ինչի են շատ դեպքերում ասում, չէ, պետք չի, դու մի մտի սուպերմարկետ, որտեղ առնում են բաներ, որ ընդհանրապես պետք չի, գալու, ինչ, դες, մանավանդ որ մի քիչ սոված ես մտնում, վերջ։ Առնում ես բաներ, որ այդ քեզ թվում է, հեսա դու տանելու ես ուտես բան, մի հատ էլ ուրախանալու են բոլորը, այսինչ համով բան ես բերի, բայց որ տանում ես այդ որ տիպը որ դե ծոն ջան մեր տունը ախր մենք սա եփ ենք արել ասում դե տեսա կարող է լավ բան է բան էլի Արևտրի մեջ չես փայլում այդ հասկանալի չէ փայլելը փայլում եմ մսի գործով вообще թեմա չկա բայց ոչ մի լավ հետ եկանք հորած բանիր են իմ սիրածը հորած բանիր ասում լավ դե լավ գնում եմ մեր սուպերմարկետը մի դե պանրի բաժին եմ գնում բնականաբար բարև ձեզ հա ասում եմ ուրեմն ես շատ սիրած հորած պանիր ունեմ էլի անպայման դրանից եմ ուզում ասում չգիտեմ դուք դրանից ունեք թե չէ բայց ասում դուք մեծ լուրջ սուպերմարկետ եք կունենաք դուք պետք է ունենաք բա որն ասում դուք սենց կանաչի բան ասում եմ սենց ինքը սենց բանը թափանցիկ բանը ու կապուտ բանը էլի ծածկով էլի հա սենց նայում ենք չկա ասում եմ ոնց ասում եմ նորից նայեք բայց չկա արդեն ջան բան ասում եմ չի կարա ձեր խանութում չլինի այդ բանը ասում եմ ասոբի բան չեմ ուզում էլի ռոք ֆարել չի էլի ասին ինչ տեսակի բան իրա հորած կանաչով բան չկա գնում եմ ուրիշ բաժիներում եմ գալի հետ եմ գալի նորից այդ կնաչում ասում եմ բայց դուք հաստատ չունեք այդ բաներից ասում եմ չէ էլի ախր չէ այ խորհուրդ ենք տալիս ուրիշ սա վերցրեք էլի սա լավն է ասում եմ չէ ասում եմ ես ունեմ իմ սիրած բաները նորից նկարագրում ասում դե սենց ապակուց բան, ասենց կապուտ իրա բանով էլի։ Չկա ախր, չկա։ Նորից գնում եմ գալիս եմ այդ կինը, վсё-таки սա վերցրեք էլի։ Ասում եմ չէ, էլի։ Նվիրում ենք, վերցրեք։ Չէ, ասում եմ, ես իմ ուզածն եմ ուզում, նրա համին սովորել եմ, էլի ասում եմ, ո՞նց կար, ասում եմ, կապ, սենց ապակուց բանա, կապուտ ծածկոցով այդ կրիչկա։ Բայց մի հատ սա փորձեք, կողոսալ ավանեք։ 4-րդ կրուգը ֆռում եմ նույն ձևով։ Մեծ ասում եմ դե վсё-таки չունեք էլի ես էլ տրամադրվել եմ այդ բաներից պիտի առնեմ արդեն զանգում եմ լիլո չկա այդ բաներից բանից ինչ ես ասում ջան հնարավոր չի դա ասում եմ դե չկա հիմա չկա նկարագրում եմ ասում եմ չկա ներվի մեջ արդեն այդ կինը 3-րդ 4-րդ կրուգն է արդեն ֆռում ասում ախր մի հատ սա վերցրեք էլի բան ու ինքը ասենց որ այդ իր առաջարկածը ասենց բարձրացնում է ես տեսնում եմ որ այդ բանիրն է տոպրակի հետևի մասը որ տեսնում եմ այդ բանիրն է ու բանից գիտեք ինչա բարձվում ես այդ ամբողջ ընթացքը նկարագրում եմ մեր տան պաների ամանը ասում եմ ապակուց բանա վրան կապուտ ծածկոցով ասում եմ չունենք դրանից ասում եմ հնարավոր չի չունենանք կոնտեյներն է նկարագրում ես նկարագրում եմ մեր տան պաների ամանը ես մի կես ժամ 35 րոպե ֆորում եմ մեր տան պաների ամանը դե մեջ ես գիտեի այդ պանիրը դրանով է ես գիտեի դրանով է այդ պանիրը վաճառում են դրանով ու այդ բաների պատմությունը իմ համար հիմա ասես լավ սենց քրիստոնեացիների օրինակ է դարել էլի որ մի հատ կամ ավելի լավ չգնալ ինչ որ գնումների դու արի գնումների մի գնա դու մենակ միս առ միս միտ բայց մի բան էլ է հիշել Արմենի հետ Արմենի հետ կապված մի հատ բարև ենք էլի Արմենին ես էս Արմենին եւ բոլոր մեր սերնդակից եւ տարեկից հա այդ ասպարեզի ներկայացուցիչներին ընկերներին բարևներ մի անգամ էլ ուրեմն ես ու Արմենը վերնաշոուն վերջացել է
Ես էլի պատմել եմ վերջում վերջացել է հաղորդումից հետո մեր ազատ ժամանակը, մեր ապրելու ժամանակը էդ էր։ Հաղորդումից հետո։ Այսքան մի հատ Այդ հետո թե միջև գիշեր ինչ մնաց այդ հաղորդումից հետո գնացել ենք կենտրոն ռեստորան տղերքը արդեն դե եկեք մի կտոր հաց ուտենք բան։ Այդ ասում եմ 2003-4 թվի պատմություններ։ 3-4 թվի պատմություն եմ պատմում կամ 2-3։ Իջնում ենք հացը բան դրած, մի կտոր հաց ուտենք, բաժակ բան խմենք բան։ Ունդեղ էլի կողքը նստած են տղեկ լավ հավեսով Երևանի մասա է նստած տղեկ են նստած ռեստորանը գնացել թե հենց ռեստորան գնացել ենք հաց ուտելու տղեկը մեզ են սպասում հիմա ամբողջ ընթացքում վայ Արտյոմ ջան Արմեն ջան բարև ձեզ տենց կենացների փոխանակումներ բան sense անցավ մի որոշ ժամանակ տղերքից մի քանյակի վեր կացան ինձ եղած ասին տղեկ ջան կարելի է մոտենանք ձեզ մի բաժակ բան խմենք իր հետ ասենք ցամերտեր տանեմ հարց չկա բա իհարկե Եկա նստեցինք արդեն ասում խոսում ծանոթացել ենք մի բաժակ բան ենք խոմ մի կտոր հաց ենք ուտում բաներ ենք իրար հյուրասիրում նորմալ քաղաքի բանա ոչ մի արտարոց բան չկա արդեն մեր գնալու ժամանակն է պետք է բաժանվենք իրանք էլ գնան մենք էլ այս տղերքը վերջում բա Արտյոմ ջան Արմեն ջան աղբերներ ջան մի բան ենք ուզում ձեզ ասենք ոբշե մենք ունենք բիզնեսներ խանութներ ինչով պետքա երբ պետքա ձեր համար մենք միշտ պատրաստ ենք զեղչով ինքնարժեքով մի խոսքով դուք իմացեք 4 հատ խանութ ունենք ձեզ փեշքեշ լյուբոյ վարկյան ձեզ սպասում ենք ամեն ինչով ասում եմ որտե՞ղ է ձեր խանութները տղեկ ջան ինչ խանութ է մեր խանութները Նարդոսա ամեն ինչով ձեզ Դե մենք գնում ենք զապչաստի վրա բան, ասես բաներ, երբ պետքա զեղչով ինքնարժեքով ձեր համար ասում ենք աղբեր ջան, հա որ խանութն է, արա բրատ մտնում եք Նարդոս, ապա ամենամեծ 4 հատ դագաղի խանութը մերն աղբեր ջան։ Երբ ձեզ պետքա, ոնց պետքա, ինչ պետք Դա ես իրական պատմություն եմ ասում։ Չես թե հարցը գիտես որ տղերքը ադուշի, գիտես ինչ է սրտեի որ ձեր կյանքին մեռնեն վիճակները, ձեր համար ամեն ինչ դեմի հետ ունեն, այդ են առաջարկում մարդիկ։ Ձեր համար զեղչով ինքնարժեքով այդ դա իրական դեպք է, որ մեր հետ եղել է։ Ես ուրիշ կանցով կայի, այսինքն վերջաբան ուրիշ բան էի մտա։ Տղեկ ջան, ուրեմն 4 հատ խանութ ունենք, չէ՞ ձեզ փեշքեշ։ Պրոստը այսօրվա հաշիվը դուք փակեք էլի։ Հատո այդ տենց հաշիվ են բռնել։ Այդ տենց հաշիվ։ Չէ, այն ժամանակ տենց հաշիվներ չէին բռնում։ Այն ժամանակ տենց հաշիվներ չկար։ Հիմա հնարավոր է։ Հիմա հնարավոր է որ գնաս միտեղ տես լավ մեծ խմով, լավ հավեսով հաց ուտես, բան խմես, հիմա հնարավոր է։ Наставник։ Да? Так думаете? Да։ Այդ 2000-ականները մեր հիմա որ հետ ենք նայում էլի 90-ականներից պակաս ազատ չեն հաճելի։ Դե հա, այդ կպած ժամանակը շրջանը։ Համարյա նույններ էլի տենց անցումային շրջաներ։ Բայց հիմա էլ ենք, տես գտնում բաներ կան, որ գտնում ենք, լավ բաներ կան, գտնում ենք հիմա գտնում ենք։ Մեծ հաշվով նես չի որ ամեն ինչը սենց всё идёт ко дну, չէ, ամեն ինչ չի խորտակվում։ Չէ, всё идёт ко дну։ Լավ է, հիմա էլ Չէ, լավ լավ է։ բաներ կան, շատ կան։ Հա, օրինակ կարուսել կա դեռ, բան, տես բաներ էլի։ Դեռ թե չէ, եթե հիմա ավելի շատ կարուսելներ կան, ավելի լավ կարուսելներ կան։ Ահա, լավ բան կտանք ուրիշ, լավ է սկսել։ Դե շարունակի։ Կարուսելները, Կրկեսը վերջապես բացվեց։ կրկեսը վերջապես բացվեց։ Այսինքն եկավ վերադարձ, ես շատ եմ եղել կրկես։ Այսինքն դեռ գալիս ենք մանկական սեգմենտին։ Բայց դե չէ, Չէ, դեռ տեղից ենք սկսել, շարունակի մխո, շարունակի լավ։ Ու ես մտածում եմ օրինակ որ կրկես գնան կամ որովհետև դե ներկայացումներին գալիս են հանդիսատեսը նստած է, մեկ էլ զգուշացնում է որ հեռախոսը բան չզնգավ անջատեք որ մեկ Այսինքն դու գիտես որ զանգասի, այդ իրոք մերոնցից է հին մարկա։ Դարարամ, հա, Nokia-ի զարադաշնիկ։ Առողջ ապրելակերպը Nokia-ն առողջ ապրելակերպ։ Օրինակ կրկեսում հիմա ինձ թվում է չեն մտնի հեռախոսի մեջ միայն նկարելու բանով երևի։ Չէ, անպայման կմտնեն որ համ նկարեն մի հատ սելֆի անեն, մի հատ ինչ ստորի անեն։ Բայց չէ, կրկեսը բացվում է, Ես շատ բացվել է։ կրկեսից հետո հաջորդ լավ բան եմ ուզում
Ստորակետում է։ Ասա։ Դե ընդհանուր կրկեսի մեջ ենք, դա կոնկրետ կրկեսի մասին է։ Դու իմիջիալս կոնկրետ կրկեսի մասին ես։ Կրկեսի ցիրկ, Գալիս ես արշակունյացով գալիս ես կոնկրետ։ Այս երիտասարդների մեջ առողջարան կերպը մի տեսակ ոնց որ սովորություն է դառնում։ Հա, այդ լավ բանից մեկն է, նույնիսկ ջիմեր, մարզադաշտեր, բաներ, Ջիմեր։ Ջիմեր։ Հա։ Առաջվա զալերն են։ Հա, ջիմել։ Ջիմել։ Ազալ մենք գնում ենք կուլտուրիզմի։ Հա, կուլտուրա։ Ամերիկա կուլտուրիստ է։ Կուլտուրիզմը, ես գնացել եմ Ով էր կուլտուրիզմի։ կատ գատել վերտուրալ բեր կուլտուրիզմը։ Ահա, կուլտուրիզմի էի գնում, հետո մենք Էդի չէ, պատվալների, կուլտուրիզմը։ դուք պատվալի կարատեի գնացել։ Չէ, եք։ ես Ես այդ թակում կարատեներին էլ եմ գնացել, որ Ես հələ գնացել որ թույլատրված չէր եմ որ սենց տղեր կային որ քսերոքսներով բան էին անում։ Դուսուբի դանչի։ Հա, մուսուբի դաչիներ, որ պարապում էին թակում սենց ինչ որ, բայց չիմանանք, որ выходите պատմում բան, որ չիմանան որ կարատե կարելի է պարապել բան, էլի։ Այդ հələ սովետը չէր ավարտվել, այդ վաղտեր ես դպրոցական էի։ այ Ես դպրոցական էի։ որ սովետը չէր ավարտել, դու դեռ դպրոցական էիր։ Այո։ Այսինքն 89 թվին դու դպրոցական Այո, ես դպրոցն ավարտել եմ 92 թվին։ Չես խոսում։ Ես էլ հենց այդ տարին առաջ 92 թվին թողել եմ արդեն համալսարան, հա։ Հետո արդեն ավարտել եմ ու գնացել եմ բանակ։ Ես ամեն ինչ արել եմ, էլի, դες։ Քանի տարեկանում ես գնացել դպրոց։ Քանի տարեկանում։ Սրեդնիստատիստիչեսկի, դες 7 տարեկանում, էլի։ Որ քանի տարեկանում էին գնում։ Չէ, դե դենց կային որ 6-ից էլ էին տալիս, այսինքն նենց էր օրինակ նայած երբ Չէ, ես հա, նա դեկտեմբերին էր, բան։ սեպտեմբերից առաջ թե 7 տարեկանում։ Հա 5 տարեկանն է գնացել միան։ 5 տարեկանում։ Հա, Շատ ուժեղ, Wunderkind։ հա ինքը 5-րդ դասարանում ավարտել էր արդեն, դե անա փոքր։ Չէ, 6-ում եմ ավարտել։ Քանիսին։ 10 Պատկերացնում ես։ Չէ, ես ավարտել եմ դες նորմալ, դες 7 տարեկանում գնացել եմ։ Հա, չէ։ Ես ավարտել եմ։ Այդ ես այդ թվերին եմ սովորել, Մոջից։ հա։ Միան, մոջ։ Դե միայն ուրեմն մի հատ։ Հա, միան։ Տեսա ինչ արեց։ Չէ, ասես ինչ արեցի։ Չէ, նոր բան, հա։ Ես մատերս ջարդվի։ Յանի ես 2 մատով կարողանում ենք անենք, հիմա ինչ որ sense բաներ կա։ Մատես Չէ, դե որ ջարդվի։ աղջիկներ անում են, դա ընդունել է, ես ընդունել եմ, դա հասկանում եմ, աղջիկներ անում են։ Հա, հա, Տղերքը, բայց սենց։ Դերևս Չեմ տեղավորվում, էլի ես։ Լրիվ էս է։ Այդ իմ անձնական կարծիքն է լավ է իմ։ Այդ է։ Ասում ենք ժեստերին։ Դե ինչ լինում է ժեստին լինի, էլի ինչպես։ Ինչ լինում է թող ժեստին լինի։ Ցարտակիցը կրում ժեստերի լեզու։ Հա, բայց այս ժեստը տեսա լավ է, չէ՞, պայմանավորվեցինք, չէ՞։ Հա։ Это международный и навсегда։ Ինչ կմաղթես մեր լսարանին, մեր դասարանցիներին։ Ես մեր դասարանցիներին եւ ոչ միայն մեր դասարանցիներին, բոլորին մաղթում եմ առաջին հերթին առողջություն, տրամաբանություն, հոգու, սրտի, մտքի հանգստություն։ Դա շատ կարեւոր է։ Ուրախություն եմ մաղթում, որովհետեւ այդ բոլոր իմ շեշտած կարեւոր կետերը, հա, մարդու համար ընդհանուր կերպարն է ստեղծում, ընդհանուր մթնոլորտ է ստեղծում, մեկը մեկի հետ շատ կապված է։ Շատ։ Չես կարող անջատել մեկը մեկից։ Դա կոչվում է ներդաշնակություն։ Այո։ Երբ որ ազգովի ներդաշնակ լինենք, Դու շատ լավ շատ բան ես ասում, գեղեցիկ ընտիր բան ես ասում, Աստված այդպես լինի, բայց այդ ամենը առողջության դրոշակագրությամբ եմ ես մաղթում։ Ես մաղթում եմ հայ ընտանիքների խաղաղություն, ես մաղթում եմ մեզ բոլորիս ուժ, սթափություն, մաղթում եմ նոր հաղթանակներ, իսկական հաղթանակներ, բոլորիս շոշափելի եւ իրական։ իսկական հաղթանակներ, իրական հաղթանակներ, հաղթանակ բառի մեջ տեղավորվում է շատ հաղթանակներ, հա։ Իհարկե։ Հաղթանակներ բաց մտածելակերպի նկատմամբ, Բոլոր ասպարեզներում, հաղթանակներ թուլության նկատմամբ, հաղթանակներ, որովհետև հաղթանակներ, հիշում եք Պարտոսը ինչ էր ասում, я дерусь, потому что я дерусь։ Я дерусь, потому что я дерусь։ Պարտոսի խոսքներ, չէ, բանից Երեք հրացանակիցները։ Մի խոսքով ամենալավն ու բարին եմ մաղթում ձեզ, մեզ, բոլորիս։ Մաղթում եմ, որ լինի այնպես, մեր ընթացքը, մեր ապագան, որ մի 50 տարի հետո, 50, 100, 200 տարի հետո
չգիտեմ ուրիշ ֆորմատներով, հաստատ ֆորմատները փոխված կլինեն, էլի։ Վստահ եմ։ Հեռուստատեսային կամ չգիտեմ, միգուցե այլ մոլորակա եսիմինչային, չգիտեմ, iPad-ներում կամ եսիմինչերում ինչ որ հաղորդումներ կլինեն, որ ես տեսնեմ կամ 100-200 տարի հետո տեսնեմ էլի հայերեն խոսացող մարդիկ, հայ մարդիկ լինեն Հայաստանից լավ բաներ անեն։ Այդ եմ մաղթում։ Բայց այդ ամեն ինչի համար պետքա նմանատիպ ապրել։ Ուխ, այո։ Ես այդպես եմ ասում, ձեզ էլ շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Ձեզ ամենալավն բարի, իսկապես ձեր ողջ անձնակազմին։ Սրտի զրույցի համար, սրտի զրույցի համար, հոգու զրույցի համար, ջերմ զրույցի համար, շոշափելի են, որ sense մարդկային զրույցի համար։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ, որ այս ամեն ինչը որ ավարտում են, գնում ենք մի կտոր հաց ուտելու։ Այո։ Ինչ ասիք։ Ես ասացի այո։ Դու ասեցիր, դու ինչ ասեցիր։ Միանշան։ Ահա, այսպես կուչեկած սրտից անտրամադիր այս ժամանակակից սրտիկների նմանել ուզում ենք ավարտել հաղորդումը։ Բա, այսպես։ Լավ։